Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ զգացել եք, որ ձեր կյանքում ինչ-որ բան կարծես մեռել է, հույսը մարել է, ուժը պակասել է, ներսում մնացել է միայն դատարկություն և թվում է արդեն ոչինչ չի փոխվի, բայց այսօր Աստված տալիս է մի ցնցող խոսք, այս ոսկորները պիտի կենդանանան, այս տեսիլքը նկարագրված է Եզեկիելի մարգարեության 37-րդ գլխի առաջին հատվածում։ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա, դուրս բերեց ինձ Տիրոջ հոգով և դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։ Ինձ ոսկորների շուրջը ման տվեց, դրանք շատ էին, դաշտի երեսին և սաստիկ չորացած էին, և ինձ ասաց. «Մարդու որդի, արդյոք կկենդանանան այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տեր Աստված, այդ դու գիտես»։ Եվ ինձ ասաց. «Մարդու որդի, մարգարեացիր այս ոսկորների վրա և նրանց ասա. չորացած ոսկորներ, լսեք Տիրոջ պատգամները։ Տերը Աստված այդ ոսկորներին այսպես է ասում. ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու, ձեզ մաշկով եմ պաշտելու, ձեզ իմ հոգին եմ տալու և դուք կենդանանալու եք ու կիմանաք, որ ես եմ Տերը։ Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը, և երբ մարգարեացա, մի ձայն լսեցի, հետո շարժում եղավ, ոսկորը ոսկորին մոտեցավ, յուրաքանչյուրն իր կցման տեղը, տեսա, որ ջղերն ու մսերը պատում էին նրանց, և մաշն էլ նրանց վրա էր ձգվում, բայց նրանց մեջ դեռևս շունչ չկար։ Եվ ինձ ասաց. «Մարգարեացիր, մարդու որդի, մարգարեացիր շնչի վրա և շնչին ասա. Տերը Աստված այսպես է ասում. եկ ով շունչ, չորս կողմերից ու փչիր այս մեռելների վրա և նրանք կկենդանանան»։ Ես մարգարեացա, ինչպես որ Տերը հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ ու կենդանացան, ելան, կանգնեցին իրենց ոտքերի վրա, չափազանց շատ ժողովուրդ էր։ Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդու որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են, նրանք ասում են. չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց ու մենք մեռանք, ուստի մարգարեացիր և ասա նրանց. Տերը Աստված այսպես է ասում. ահա ես բացելու եմ ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ գերեզմաններից, ով իմ ժողովուրդ, ձեզ տանելու եմ Իսրայելի երկիրը և կիմանաք, որ ես եմ Տերը։ Ես բացեմ ձեր գերեզմաններն ու ձեզ հանեմ ձեր գերեզմաններից, ով իմ ժողովուրդ։ Իմ հոգին տալու եմ ձեզ և դուք կենդանանալու եք, ձեզ դնելու եմ ձեր երկրում և կիմանաք, որ ես եմ Տերը։ Խոսեցի և կատարելու եմ, ասում է Տերը։ Սա հույսի ամենահզոր պատկերներից մեկն է ամբողջ Սուրբ գրքում։ Եզեկիելը տեսնում է մի հովիտ, մի չոր ոսկորներով, լի չոր ոսկորները, ոչ թե պարզապես ոսկորներ, այլ շատ չորացած, ամբողջովին մեռած։ Աստված հարցնում է. կարող ես այս ոսկորներին կենդանացնել։ Մարգարեն պատասխանում է. Տեր դու գիտես։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե քո կյանքում էլ կարող են լինել չորացած ոսկորներ, հարաբերություններ, հավատ, հույս, ներշնչում, երբ չես տեսնում լուծում, մի շտապիր հուսահատվել, ասա. Տեր դու գիտես, ինչպես որ կամենում ես։ Աստված ասում է Եզեկիելին. խոսիր այս ոսկորների հետ։ Սա շատ տարօրինակ է, ոսկորները չեն լսում, բայց Աստված ասում է. խոսիր։ Եզեկիելը հնազանդվում է և սկսում է մի հրաշք, ոսկորները միանում են, միսը աճում, ձևավորվում է մարմին։ Աստծո խոսքը ունի ստեղծագործ ուժ, սովորիր խոսել Աստծո խոսքերով, ոչ թե միայն քո վախերով։ Քո խոսքերը կարող են կամ քանդել, կամ կառուցել, բայց մարմինը դեռ կենդանի է։ Աստված ասում է. կանչիր շունչը, և երբ շունչը մտնում է նրանց մեջ, նրանք կենդանանում են և կանգնում որպես շնչավոր էակ։ Միայն արտաքին ձևը բավարար չէ, պետք է Աստծո շունչը, Սուրբ Հոգին։ Մի բավարարվիր միայն արտաքին կրոնական կյանքով, խնդրիր, որ Աստված լցնի քեզ իր հոգով։ Ժողովուրդը շատ, մեր ոսկորները չորացել են, մեր հույսը կորել է, սա հուսահատության ձայն է։ Շատ մարդիկ այսօր նույն բանն են զգում։ Սիրելի հավատավոր հետևորդ, քո վերջի զգացումը Աստծո համար վերջը չէ։ Մի հավատա այն մտքին, որ ամեն ինչ ավարտված է, Աստված դեռ գործում է,
Աստված տալիս է վերջնական խոստումը. ես կբացեմ ձեր գերեզմանները, ձեզ կյանք կտամ, ձեզ կբերեմ ձեր երկիրը։ Սա վերականգնման խոստում է։ Աստված ոչ միայն կենդանացնում է, նա նաև վերականգնում է։ Հավատա, որ Աստված կարող է վերակենդանացնել, վերականգնել, նոր սկիզբ տալ։ Այս հատվածը տալիս է հզոր հույս։ Աստված կարող է կենդանացնել մեռելներին։ Նրա խոսքը ունի ստեղծագործ ուժ։ Սուրբ Հոգին է տալիս իրական կյանք։ Հուսահատությունը ամենևին վերջը չէ։ Աստված վերականգնում է կորցրածը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե այսօր քեզ թվում է, որ քո կյանքում ինչ-որ բան մեռել է, լսիր այս խոսքը։ Այս ոսկորները պիտի կենդանանան։ Եթե հույսդ կորել է, Աստված կարող է այն վերակենդանացնել։ Եթե սիրտդ դատարկ է, Աստված կարող է լցնել այն իր շնչով։ Այսօր մի հանձնվիր, մի մնա հովտում, թույլ տուր, որ Աստծո խոսքը խոսի քո կյանքի մեջ, թույլ տուր, որ նրա հոգին կենդանացնի քեզ։ Եվ դու կտեսնես այն, ինչ թվում էր անհնար, կդառնա իրականություն։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ու ուղարկել ձեր հարազատներին ու բարեկամներին, որպեսզի ավելի շատ քրիստոնյաների հասնելը լինի Աստծո խոսքը։